Սպարտա Վարդանյան, Իրան, իհարկե Իրանի մասին խոսենք։ Ուրեմն մեծ նորություն։ Իրանը հրթիռ կրակել ամերիկյան ռազմաբազայի վրա Կատարում։ Զոհեր վիրավորվածներ չկան։ Նախքան վերադառնամ սրան, թե սա ինչ է նշանակում եւ ինչպես եղավ, մի փոքր նայենք, թե այսօրվա զարգացումները ինչ էին, որպեսզի կոնտեքստը հասկանանք։ Ուրեմն, մի օր անց, պաստորեն, ինչ որ Ամերիկան ռմբակոծեց Իրանի հետ ուրանիումի հարստացման գործարանները, Իսրայելը վերասկսեց իր օդային հարձակումները Իրանի վրա, բայց այս անգամ, ի տարբերություն իր անցած շաբաթվա 10 օրվա հարձակումների, կենտրոնացավ Իրանի ոստիկանական եւ այդ գաղտնի գործակալական եւ այդ revolutionary guard հեղափոխական այդ բանակների այսպես կոչված բազաների կամ շենքերի վրա, ինչպես իրենք են ասում, instruments of governmental oppression, այսինքն կառավարական օպրեսիայի ճնշման գործիքների վրա են կենտրոնացել։ Պարզ է, ինչպես նախորդ հաղորդման ասեցի, որ մինչև սա այս կառույցները չկարողանաս թույլատրել, ներքին հեղափոխություն չի լինելու, որովհետև դրանք միշտ կճնշեն ժողովրդին եւ թույլ չեն տա որևէ բաների։ Հիմա այն հանգամանքը, որ ոչ թե մի անգամ, այլ շարունակում է հարվածել այս կառույցների վրա, Իսրայելը դրանով ցույց է տալիս, որ ինքը ինչ նպատակ ունի, այսինքն ներքին հեղաշրջում։ Հա, օրինակ Իրանի բանակին չի խփում, բոլորովին։ Բանակը կա, իր համար հանգիստ ստաց է, ոչ մի բանակային կառույցների չի խփում, բայց խփում է այսպես կոչված ներքին ժող, ասենք օպերացիա իր ասածով, oppression կառույցների վրա։ Ուրեմն սա ինչ-որ ձևով հուշում է, թե ինչ նպատակներ ունի Իսրայելը։ Այն դեպքում, երբ Թրամփը ասեց եւ իր բոլոր կաբինետի անդամները, որ մենք ռեժիմի փոփոխություն չունենք, չենք ուզում, այդպիսի նպատակ չենք ունեցել։ Այս ռմբակոծումը միայն Իրանի միջուկային զենք ստեղծելու կարողության դեմ էր, այսպես ասած։ Ինչպես միշտ պետք է չզարմանալ, որ Թրամփը այդ ինչ որ ասել էր, պիտի մի անգամից ասել նաև հակառակը։ Ինքը երբ խոսում է, ինքը միատես ասում, հետո այն ասում, ասեն մի անգամից փոխում է։ Երբեք չես հասկանա ինքը ինչ էր վերջում ասել, հա։ Ոնց դիմացավ միջև հաջորդ օրը ես չգիտեմ, բայց այդպես էլ կար, հաջորդ օրը դուրս եկավ եւ հարցի ձևով ասեց, որ եթե Իրանը չի, այսպես ասած, հանձնվում լրիվ, իսկ ինչու պիտի որ իր ժողովուրդը չուզենա այս ճնշող իրեն այս ռեժիմը փոխվի։ Հիմա ինչու պիտի չուզենա ժողովուրդը, դա չի ասում ես եմ ուզում, բայց բոլորը սկսեցին մտածել, որ եթե ռեժիմի փոփոխություն չի երզում, սրա մասին չի խոսում եւ իսկույն խառնվեցին իրար։ Մի անգամից լրագրողները ուզեցին պարզել սա ինչ է նշանակում, եվրոպացիները խառնվեցին իրար, այնտեղ հայտարարություններ արեցին, որ չէ, տենց բան չկա, մենք ոչ մի կապ չունենք եւ տենց բան չենք ուզում։ Բրիտանիայի արտգործնախարարը նույնիսկ դուրս եկավ, իհարկե ամեն ձևով մեղադրեց բանին Իրանին, բայց հետո էլ ասեց, որ չէ, թող կենտրոնալով են հարցի վրա, որ Իրանը հանգարց ոչ մի դեպքում թող ամերիկյան զինվորներին կամ բազաներին չխփի, որովհետև եթե այդպեսի մի բան անի, շատ վատ կվերջանա։ Այսինքն ուրիշ խոսքով էսի կմեծանա եւ Ամերիկան լրիվ կմտնի այս պատերազմի մեջ։ Հիմա այս կոնտեքստը մի րոպե մտածեք, թե բոլորը ինչի մասին են մտածում եւ վախենում, հա։ Բոլորի ասելով նաեւ մագան։ Այսինքն Թրամփի սփորտերները խիստ բողոքում են, ասում են սա մեզ խաբեց, դավաճանեց, նախընտրական պայքարի ընթացքում ինքը ասում էր ինքը ոչ մի դեպքում ինչ որ
օտար երկրներում պատերազմներ չի անելու, ինքը խաղաղության պրեզիդենտ է լինելու եւ այլ, սա սուտեր, այսպիսի բաներ։ Այդ նեոկոնս կոչված է նոր կոնսերվատիվ է երիտասարդ թուրքերի նման երիտասարդ կոնսերվատիզմ ստեղծվեց չէ Բուշի ժամանակ այդ դրանք են որ ամենտեղ պատերազմների մեջ են ուզում խառնվեն չգիտեմ ինչեր են ուզում անեն իսկ մագան դրան լրիվ դեմ էր որ ասում է որ դուք նոր խափում եք մեզ sense բաներ եք անում սա ներքին ընդդիմություն է այսինքն հենց Թրամփի շարքերում այսպես ասած որ առաջացել է այս կոնտեքստն է ներքին Ամերիկայի խնդիրների մասն եմ խոսում Պարսկաստանում սկսվել է միաժամանակ ուրեմն լրտես բռնելու մի հատ մանիա այս բարձր որ ինչքան ներսում լրտեսներ կան իսրայելական որոնք օգնեցին այս հարձակումի համար նախ իրենց ռմբակոծությունների իմաստով թիրախավորման իմաստով դրոնների ղեկավարման իմաստով եւ այլ եւ փոխություններում այսպես ասած մարդ են բռնում այդ անընդհատ ձերբակալություններ են լինում եւ այլ խոսքով այնտեղ Պարսկաստանում բոլորին հաճելի իրավիճակ չի էս վիճակում չէ թե հաճելի էր այս տպակություններից հետո բայց ամենայնպես նորից այդ իմաստով Ամերիկան ինչ էր պահանջել երեք պայման ոչ մի ուրեմն միջուկային նյութ չես արտադրում ինչ որ արտադրում է իր բանման մոռացի այլևս հարստացնել տենց բաներ չկա դու եթե միջուկային մի հատ ատոմակայան ունես բարի քեզ մենք քեզ դրսից կտանք այդ ինչ որ նյութ պետք է վառելանյութ դրա համար դու կգործածես սպառվածն էլ հետ կվերցնենք այսինքն Հայաստանի տարբերակ դու պետք չունես ոչ իմանալիս ինչ որ արել ես այսօր մոռացի որ տենց բան կարող ես արել երկրորդը դու երկրորդ պայմանը որ դու պիտի այլևս մեծ ամպագորգոր այսպես ասած հայտարարությունները որ ամերիկան մեծ սատանան է Իսրայելը փոքրն է պիտի ոչնչացնենք երկուսն էլ եւ այսպես բաներից բազմացի քեզ մի հատ կարգին խելքին բան նպատակ դիր եւ սրան վերջ տանք եւ երրորդը այդ բոլոր պրոքսիները որ կան Հեզբոլլա, Համաս, Կոմենկոն Ամերիկա Իրանում, Սիրիայում, Լիբանանում ամենտեղ որ դու գործածում ես հանդեպ Իսրայելի, հանդեպ ընդհանրապես արևմուտքի եւ ինչ որ տերորիստական բաներ դրանց ցել բազնես ասում իրանց չես ֆինանսապես եւ զինամթերքով սպասարկում այլևս հա Այս երեք պայմանները անում ես, խնդիր չկա, սանկցիաները հանում են, գնա ապրի քեզ համար։ Քանի որ այս պայմանները Իրանը հրաժարվել է անել եվրոպացիների հետ բանակցության ընթացքում, իհարկե ռմբակոծումից հետո էլ ասեց, որ ձեզ հետ ինչ բանակցեմ դուք անաղոհաց եւ այլ չգիտեմ ինչ մարդիկ եք, ձեզ բանակցում ենք մի կողմից, դուք գալիս եք ռմբակոծում եք, խոսքով բանակցությունները կանգնացրել ենք իր կոնտեքստը որի մեջ ինքը ասեց որ Իրանը Թրամփը այսինքն չի բանակցում քանի որ չի ուզում դե ինչու պիտի չփոխվի այս ռեժիմը այդ ձևով դրվեց այդ ձևով հարցակ դրվեց հիմա հետևանք բախայիներ որ դե Իրանը պիտի պատասխան տա եւ ամեն օր մի հատ մի բան ասում է այնց հետևանք կունենա որ դա երբեք չի մոռացվի այս բաներ Դրանից ես երեք նախորդ հաղորդման մեջ ասացի, որ դեմա Կիրակի է, բայց երկուշաբթի կիմանանք, թե ինչ կատարվի ուրեմն stock exchange-ում, հա, բաժնեթղթերի շուկայում եւ ընդհանրապես ոնց կընդունի շուկան, նավթի գները, ոնց կբարձրանան, ինչ կլինի, քանի որ այսպեսի անորոշ վիճակ է։ Ու այսօր երկուշաբթի է արդեն շուկան փակվեց։ Շուկան փակվեց վերև, այսինքն բարձրացավ, ոչ թե իջավ։ Եվ նավթի գները իջան, ոչ թե բարձրացան, որ մտածում ես, որ պիտի պարսկական նավթը դուրս ծախվի, կամ ինչ-որ մյուսների, ասենք, նավթերը, որ պիտի գային ծախվելու այլևս չեն կարող Հորմուզի նեղուցով անցնել, որտեղ Պարսկաստանը պիտի փակի, եւ այլ պիտի որ գները բարձրանային։ Հակառակը, նավթի գինի իջավ 68 քանից, ինչ-որ
ահագին երկար ժամանակ այդպիսի գին չի եղել, այդ մեծ թվով իջավ։ Սա ինչ է նշանակում։ Նախ ընդհանրապես նավթի գինը իջնել նշանակում է չեն վախենում, որ նավթի պակաս է լինելու շուկայում, երկրորդը ստակերի բարձրացում նշանակում է, որ չեն վախենում, որ ինչ-որ մեծ ընդհանրապես կամպանիները կորուստներ են տանելու, որովհետև բարձր գներ են վճարելու նավթի համար կամ ուրիշ ռեսուրսների համար եւ հետեւաբար վատ լինելու իրենց համար։ Սա ընդհանրապես շուկաները լավ կարողանում են, ինչ ասեմ, լավ հայելի են, ասենք, թե ընդհանուր տրամադրվածության եւ հաշվարկների, թե ինչ է կատարվելու, ինչպես է լինելու։ Ինչու այսպես բան եղավ։ Բաներից մեկը, որ կարելի է ենթադրել, ես նայում եմ էլի պետամտանքության տեսակետից, դա կարող եմ ենթադրել, որ հետաքրքիր ինֆորմացիա եկավ։ Այն որ սկզբում ասեցի խփեցին ամերիկյան ռազմաբազային կատարում, պարզվեց, որ նախքան խփելը Պարսկաստանը Կատարի հետ կոորդինացրել է այդ հարվածը։ Ասել է, որ ուրեմն հարվածը գալու է, այս ժամին կգա, այս ինչ ձևով հրթիռներով, խոսքով, որ զոհեր չլինեն ամերիկացիները, արդեն երևի գիտեն իրենց հետախուզության միջոցով, բայց երբ որ քեզ խփելուց առաջ, այսպես կոչված քո թշնամին քեզ հայտնում է երբ է խփելու որտեղի որ ժամին, ոնց դու բնականաբար պիտի վերջի չգիտեմ ինչ լինես, որ զոհ տաս ամերիկացի պես բան չանեցին, ոչ մի վիրավոր զոհ չկա, ինչ որ մի քանի հատ հրթիռ է ընկել, մի քանի հատ ասելով էլ ասեմ, սիմվոլիկ թիվ 75 հրթիռ էին ամերիկացիները կրակել, կներեք, 75 հրթիռ էին կրակել, բացի այդ մեծ ռումբերից, որ գցել էին, 75 ուրիշ ռումբեր, ասենք, Իրանի վրա այդ թռիչքների ժամանակ, իրենք էլ ճիշտ 75 հատ ինչ-որ բան են կրակել այդ բազայի վրա, այդ ամերիկյան կատարում։ Ինչպես ասեցի, ոչ մի բան չի եղել, զոհ չկա։ Հա։ Դուք մեզ խփել եք 75 հրթիռով, մենք էլ ձեզ ենք խփում, հա, ինչ մակարդակի, ինչ բան, այդ կարևոր չի։ Որ ասում են, այստեղ երես փրկելու, խնայելու հարցեր առաջացել, արել են։ Դա իհարկե իմ կարծիքով մեծ նշանակություն ուներ ընդհանուր լարվածություն իջեցնելու համար, այդ հայտարարությունը իրենց նախորոք զգուշացնելը եւ դա ինձ կարծիքով արտացոլվեց նաեւ շուկաների վրա եւ ոչ միայն դա։ Ճիշտ ասեմ, ուրիշ հաշվարկներ կային, որտեղ եթե հոտևում էր, երբ շուկաները սկսեցին բարձրանալ եւ այլ, դա այդ ինֆորմացիայի ճիշտ համարյա նույն ժամանակն էր, մի քիչ կարող, մի քիչ շուտ կարող չէ, արդեն չեմ կարող այդ հաստատ ասել։ Anyway, այս հետաքրքիր զարգացում էր։ Ինչպես ասեցի, Եվրոպան գլխանց ասեց, որ մենք չէինք խառնված, ոչ էլ մտադիր ենք խառնվելու, հանգիստ եղեք, ՆԱՏՕ-ն մեծ հայտարարություններ արեց, հիմնականում Ռուսաստանի դեմ, կարծես թե Իրանի հարց չկար, ասելով, որ եթե որևէ մեկը մտածում է ՆԱՏՕ-ի որևէ անդամի վրա նա լինի փոքր կամ մեծ հեռավոր մոտիկ եւ այլն եւ անպատասխան է լինելու, դա հետի չի լինելու։ Կներեք։ Եվ այդպես էլ եղավ, այսինքն այդ դրա վրա կոնտրոլացան եւ դեպս շարունակվեց։ Ուրիշ, եթե խոսանք բաների մասին, պետք է միայն ասենք, որ ընդհանուր ուժերի դասավորության մասին այս վարքյանին։ Ինչի մասին եմ խոսում։ Ռուսաստանը ընդունեց ուրեմն Պարսկաստանի արտգործնախարարին, որը գնաց այնտեղ օգնություն խնդրելու երևի։ Բոլոր դրա մասին խոսում են, բոլոր դրա մասին ինչ-որ բաներ են ասում, ցույց տվեցին, որ ոնց է հանդիպում Պուտինին։ Դրանից հետո Մեդվեդևը դուրս եկավ եւ հայտարարեց, որ
արդեն մի շարք երկրներ պատրաստ են Իրանին սպասարկել միջուկային ռազմագլուխներ, հա, պես ասած միջուկային զենքեր։ Պուտինը չասեց, Պուտինը իրեն գործածում է պարզա, Այստեղ իդեպ ասեմ, որ ես կարծում եմ Պուտինը Մեդվեդևին ամեն անգամ այսպես մասխարային նման գցում է մեջտեղ ծառացուի պես բաներ ասելու, որպեսզի իրեն լրիվ որպես պոտենցիալ մրցակից կամ ինչ որ մի լուրջ քաղաքական գործիչի ոչնչացնի լրիվ, հա, դրա համար են դուրս գցում, իրան միշտ ալկոգոլիկի բան ռեպուտացիա են տվել եւ այլ միգուցե ինքը կա կամ չկա, հարցը են չի, բայց հարցն է, որ լուրջ իրան ամեն անգամ գործածում է Պուտինը, լրիվ ոչնչացնելու համար, որովհետև հանգարց չլինի, որ ինչ-որ մեկի մտքով անցնի, որ դե սա լավ լիբերալ տարբերակներ, որ ափսոս չեղավ եւ այլն։ Խոսքով տենց հիմար բան ասեց, որ մի շարք երկրներ պատրաստ են միջուկային զենք տալու Պարսկաստանին։ Չգիտեմ ովքեր մի շարք երկրները, եթե հաշվի առնենք, որ մատերի վրա կարելի հաշվել, քանի հոգի զենք ունի։ Այնտեղ ով ալնելու, Չինաստանը չի տալու, Հյուսիսային Կորեան չեմ կարծում, Ռուսաստանը պիտի տա, այսինքն մի շարքի մեջ առաջին ինքն է, իհարկե դա է երևի ուզում հուշի, բայց դա եթե այդպիսի բան հանգարց մտքով են անցնի, դա կլինի արդեն Ռուսաստանը մեռնում է, իր ավելի վաղաժամ ասենք, ավելի շուտ մահ կգա, որովհետև դա նույնիսկ Չինաստանը չի հանդուրժի, իսկ այսօր Ռուսաստանը ապրում է չինական ողորմության հաշվի։ Այս պետք է երևի նշել, ճիշտ է։ Այս հայտարարությունը, որ պետք է ենթադրել, որ պիտի խառնվեին բոլոր իրար, ես ինչ են ասում, բան եւ այլ, հիմա մեծ ալյանս է ստեղծվելու Պարսկաստան, Ռուսաստան, չգիտեմ, բոլորովին չազդել շուկաների վրա, իսկ դա նշանակում է երևի, որ դա լուրջ բան չէր, որտեղ շուկաները այսպիսի բանի նկատմամբ շատ սենսիտիվ կլինեին, հա, մեկը ասում է, այն կողմն էլ նայել է պետք։ Եվ սա չի նկարվում, այսպես ասած, հա, չի մտնում այս ընդհանուր պատկերի մեջ, սա թույլ է անընդհատ ապացուցում է Ռուսաստանի թույլությունը եւ անընդհատ ապացուցում է, որ Պարսկաստանը իրապես այսօր շատ ընտրություն չունի այլևս, շատ ասելով սկի քիչ ընտրություն չունի, ընտրություն չունի։ Նա ընտրություն ունենար մի քանի կաներ, ինքը դեռ լպտի մտածի թե տեսնի ոնց է ստրատեգից դուրս գալիս ինչ որ ձևով, մինիմալ կորուստներով։ Կարող է, ես էլ եմ ասում, ինչպես են ունել եմ ասել, որ Պարսկաստանը պետք է պարզապես իր թախտից իջնի, հա, այս ոնց որ ասում եմ մի քիչ փոխի իր մոտեցումը, ռեժիմն էլ կարա պահի, բայց մոլաները, ասում եմ, ընդհանրապես դիկտատորները այդ բանը չեն անում, դա պարզապես քաղաքական գիտության աքսիոմա է դարձել համարյա, հա, շատ քչեր այդպեսի բաներ են անում, սա կտեսնենք, հիմա չեմ ուզում էլի ուրիշ ավելի բան ասեմ, բայց այդ ամիջակը։ Ամերիկյան ռազմաբանազարներից խոսացի, մի հատ պատկերացում տալու համար ասեմ, Միացյալ Նահանգները աշխարհի 80 տարբեր երկրներում ունեն պաշտոնապես հայտարարված 750 ռազմաբազաներ, դա չենք հաշվում Ամերիկայի մեջ եղած բազաների մասին, Ամերիկայից դուրս, եւ չենք հաշվում ավիակիները, որը էության մեջ դա լողացող ռազմաբազա է, մի հատ ռազմաբազա, եթե ինչ որտեղ օթային ունենար ու ես ինչ իմանամ 70-90 հատ օթանավ, դա կհամարվեր մեծագույն ռազմաբազա, մի վարքան մտածենք դրա մասին, դա է հենց ավիակիրի ամբողջ իմաստը, դա չենք հաշվում։ Եթե նույնիսկ փոքր թիվը վերցնենք 750-ը, ոչ թե 900-ը, հա, 80 երկրներում դա արդեն ահագին բան է նշանակում։ Որպեսզի նորից կոնտեքստի մեջ հասկանանք ինչ բանի մասին խոսում, այսպես ասած, հաջորդ ամենա միջազգայինորեն տարածված երկիրը դա Բրիտանիան է, որ ունի 145 ռազմական բազաներ տարբեր երկրներում։
Դրանից հետո չգիտեմ ով այնտեղ ավելի քիչ էր, մնացածը շատ ավելի քիչ էր։ Այդքան մարդ չկա այնտեղ։ Գերմանիայում Ամերիկան ունի միայն Գերմանիայում 119 հատ տեղ, ասենք ռազմական կետ ունի։ Ճապոնիայում 120 հատ, Հարավային Կորեայում ինչ-որ 73 հատ, այդ նշանակում է, որ այն կետերում, որտեղ համարում է, որ պոտենցիալ ինչ-որ բան կարող է առաջանա, խառնակություն, այնտեղ զորքերը արդեն տեղադրված են, ամբողջ գաղափարը դա է։ Այս ընդհանուր նորից կոնտեքստ եմ տալիս, որ իմանաք, թե ինչի մասն ենք խոսում, ինչ ուժերի դասավորություն գոյություն ունի։ Չեմ ուզում նույնիսկ բերեմ ինչ-որ ցիտեմ, թե քանի հատ Ռուսաստանը ունի, ինչ-որ ծիծաղելի է, եթե մի օր Հայաստանից էլ դուրս եկան, որտեղ երկու հատ մեծ կա, մի քանի երկու տասնյակ էլ ինչ-որ փուճուր բաներ կան, ասենք այդ ավիաբազան կա այդ բանում եւ այդ Էրեբունիա օդանավականում եւ Լեննականում այդ 102-րդը։ Այդ երկուսն էլ որ հանես մնալու է ինչ, այնտեղ ես չիմանամ, բոլոր մնացած SNG-ի մի երկու երկրներում էլ կա, այնտեղ Միջին Ասիայում, Աբխազիան ու Հարավային Օսեթիա, որ Վրաստանից վերցրել են, էս է, ուրիշ բան չկա այնտեղ։ Այդ ընդհանուր բան եմ տալիս գաղափար, որ երբ որ ասում են իրենք անդադ կրկնում էին Վտարայա արմիա միրը, աշխարհի երկրորդ բանակն ենք, ինչի մասն խոսում չգիտեն, բայց այսօրվա դրությամբ ինձ թվում է բոլորին պարզ է, թե երկրորդ բանակը ով է, իհարկե, եւ երևի չինացիները միշտ դրա վրա ծիծաղում էին, երբ որ դա լսում էին, բայց ամենայնիվս դրա մասին չխոսանք։ Մի երկու խոսք էլ Իսրայելի մասին, այստեղ ինչքանով ես ամբողջ այս օպերացիաներից Իսրայելում ինչ կատարվեց։ Ուրեմն այդքան էլ լավ չի տրամադրությունը, շատ իսրայելցիներ փախնում են Իսրայելից։ Երիտասարդները ինչպես կարող են, իսկ այնտեղ հարուստները ով կարող է ինչ որ յախտաներ են վարձում, նույնիսկ Կիպրոսից այստեղից այնտեղից, որ եթե պետք եղավ այդ հրթիռների հարձակումներից փախ ստանալու համար ջուր դուրս գնան դեպի Կիպրոս եւ այլն։ Այս կա մոտավորապես 9000 հոգի Պարսկաստանի հրթիռների ստացած ուրեմն վնասների հետևանքով անտուն մնացել, այսինքն իրենց տները քանդվել են կամ ինչ-որ մի բան եղել։ Մեծ թիվ է, բայց այդքան մեծ թիվ չի իհարկե, մի քիչ երևի Իսրայելի համար դա մեծ թիվ չի, ասեմ, Իսրայելը տասնյակ հազարներով մարդիկ էր ընդունում տարբեր երկրներից եւ բոլորին տեղավորում էր, բոլորին մանրանում, դա մեծ բան չի, բայց համենայնիվս ասեմ, որ ինչ որ վնասներ կան։ Նաթանյահուի դերը, որ պետք էր կարծել, որ այս հաղթանակից հետո պիտի իր վիճակը շատ լավանար ընդհանուր բնակչության մոտ, այդպես չի։ Պարզվում է, որ Նաթանյահուի ուրեմն փոլինգի Արցախ խույզների արդյունքում պարզվել է, որ իր դրությունը լավացել է ոչ թե ընդհանուր Իսրայելի բնակչության համեմատ, ասենք այսպես, բոլոր կուսակցությունների, այլ իր կոալիցիայի մեջ է լավացել, ի հաշիվ իրանից իր ավելի կոնսերվատիվ են մի քանի փոքր կուսակցությունների հաշվին, այսինքն այն շատ կոնսերվատիվ կուսակցություններ կային փոքրիկ, որոնք իրենք ոչինչ չեն ներկայացնում առանձին, բայց միանալով ստեղծում են Նաթանյահուի համար մեծամասնություն պարլամենտում, որի շնորհիվ ինքը մնում է իշխանության մեջ, պարլամենտական համակարգ լինելով։ Այդ իր ավելի կոնսերվատիվ կուսակցությունների համատությամբ իր կուսակցությունը մի քիչ լավացել, այսինքն ապրես Բալիկ ջան, հաղթանակ տարար դու, ուրեմն այն կողմից մի քանի ձայն եկավ իրան, էսենց, այս ձևի, բայց ընդհանուր առմամբ այդ չի լավացել իր ինչ-որ զգալի չափով, որևէ ձևով, որ նշմարելի ձևով չափով, հետևաբար դա ահագի բան է ասում, թե ինչպես է Իսրայելի ժողովուրդը նայում այս պատերազմին։
ինչպես էլ ներկայացնես մեծ հաղթանակ, ինչպես էլ ներկայացնես, որ սա անպայման պիտի լիներ, թե չէ մեծ փորձանքեր գալու, ինքը նույնիսկ իր ժողովրդին չկարողացել համոզի դրանում, էլ որ խոսանք մնացած աշխարհում, հա, այսպես ասենք։ Դա իհարկե երևի ամենանշանակալից փաստն է այս բոլորից հետո, եթե նույնիսկ Իսրայելի ժողովուրդը սրան չի նայում որպես ինչ-որ մեծ հաղթանակ։ Ես նորից եմ կրկնում, ռազմական իմաստով սա երկու եւ Իսրայելի հարձակումը եւ տիրապետումը Իրանի օդային տարածքի վրա եւ այդ ուզած ժամանակ մտնում են, խփում են, ինչին ուզում են, այնպիսի ճշգրտությամբ, որ խփել էին ինչ-որ բանտի դարպասին առանց բանտի բանտարկյանների վնասելու, պատկերացրեք, հա։ Էլ չեմ ասում ամերիկյան օդային հարձակումի օպերացիան, որը ուղղակի նախադեպ բան էր, հա։ Այդ դրանց մասին չեմ խոսում, պետք է կարելի է միայն հիանալ այդ զինվորականների պրոֆեսիոնալիզմով։ Քաղաքական իմաստով լրիվ տարբեր բաներ են սրանք այդ եւ դրանց տված քաղաքական օգուտը, ինչպես տեսնում ենք, այդքան էլ միանշանակ չի Իսրայելի համար, նույնիսկ Ամերիկայի համար։ Ամերիկայի համար առավել եւս, որովհետեւ հենց Թրամփի MAGA base-ը շատ դժգոհ է դրանից, որ այսպիսի բան են սկսել եւ ամենայն ձևի ուզում են խուսափեն Ամերիկային քաշելու ավելի խորը մարտական ինչ-որ գործողությունների մեջ Իրանի դեմ։ Սա ընդհանուր պատկերը։ Այսօր էսքանը, տեսնենք ուրագրում, ամեն օր մի բան փոխվում։ Շնորհակալություն, Վարդան Վարդանյան, Vivi Talks.